Ինձ ձևափոխելու համար ուղարկել են հին զարդեր, երկու մարգարտաշարան է, մեկը այսպիսի խոշոր մարգարիտներ են, կաթնագույն փայլ ունեն ավելի շատ, ոչ թե սպիտակ են, ուրեմն մեջտեղը դրված է թափանցիկ ուլունքներ, երկարացնելու համար են հավանաբար դրել, երևի թե էլի պոկվել է ու հատիկները կորել են, այսպիսի մանր մարգարիտներ են ուղարկել, սրանց բականը մի անգամից է պոկվել ու նույնիսկ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու եւ նռնակար է, տարբեր չափսերի, փոքր, միջին, կլոր, տապակ, խառն է մի խոսքով։ Նախ հեռացնում եմ բոլոր թելերուրը եւ մետաղական մասերը եւ ուղարկում եմ լողանալու։ Թվում է թե մարգարիտները փայլում են ու մաքրելու կարիք չունեն, բայց հիմա տեսնեք թե ինչքան կեղտոտ են։ Որպես մաքրող միջոց օգտագործում եմ միցելյար ջուր։ Մարգարիտները կարող է ուրիշ քարեր լինեին, ես ասենք աման լվալու հեղուկով մաքրեի, բայց մարգարիտները շատ նուրբ են եւ կոշտ լվացող հեղուկներից կարող է փչանան, դրանք բնական ծագում են եւ հատիկ լողացնում եմ, ահա տեսեք ինչքան կեղտոտվեց ջուրը, իսկ թե ինչ կստացվի այս մարգարիտներից եւ ինչ մտահղացումներ ունեմ, կտեսնենք հետո։ Մի քիչ ցույց տամ, թե ինչ եմ անում իմ աշխատանքի հակառակ կողմը, աշխատանքային process-ը, ուրեմն այս մարգարիտների հետ որոշեցի այսպես վարվել, առհասարակ մարգարիտները միշտ տրենդային, չհնացող, միշտ մոդայիկ զարդ են, հավերժական, դասական, եթե մի քանի տարի առաջ ասում էին, որ մարգարիտները ավելի շատ տարիքային զարդ են եւ նույնիսկ տարիք ավելացնող զարդ են եւ ջահելները ավելի լավ է չկրեն, ապա հիմա արդեն հակառակ տենդենսն է նկատվում։ Այժմ ջահելները 18-19 տարեկան աղջիկները, հասարակ մարգարտաշղթաները կրում են նույնիսկ օվերսայզ բլուզկաների հետ եւ շատ մոդայիկ է։ Այս խոշոր մարգարիտներից ունեմ ընդամենը մի քանի նկար, որովհետեւ շտապ պետք էին պատվիրատուրին եւ ես ուղարկել եմ սրանք ավելի շուտ, քան մյուս զարդերը սարքելը։ Մարգարիտները բավականին շատ էին, բացի ոսկեգույն շղթայի հետ համադրությունից, նաև խոշորները, միջից խոշոր չափիները առանձնացրել եմ և ստացել եմ այսպիսի հասարակ շղթա։ Եթե ոսկեգույն շղթայի հետ օգտագործել եմ ոսկեգույն կողպենքներ, ապա այստեղ դրել եմ արծաթագույնը, որպեսզի ըստ ցանկության պատվիրատուն կրի ըստ հագուստի, ըստ պայուսակի ֆուրնիտուրայի։ Յուրաքանչյուր պատվերի հետ, ինչպես ասեցի, մեդալյոն եմ դնում նվեր, անցած անգամ փայտե ուլունքների հետ բրոնզագույն մեդալյոն էի դրել, իսկ այս անգամ այսպես տարբեր կարելի է անցնել, այսպիսի մեդալյոն եմ դրել, պերլամուտրի կտոր, վրան մարգարիտը, ուրեմն երկու կողպենք եմ դնում միշտ, որպեսզի հնարավոր լինի թե որ մեդալյոնով անցնել, թե հասարակ որպես շղթա անցնել, եւ նույն մեդալյոնը ահա ոսկեգույն շղթայով մարգարիտի դեպքում։ Հաջորդը նռնակարներ, նռնակարները բավականին տարբեր քանակի ձևի ուլունքներ էին, մանրները մեջտեղում հավաքել եմ պիների վրա, խուրձ եմ արել, իսկ խոշորները խոշորից դեպի մանր, հաշտականությամբ շարել եմ, օգտագործել եմ պղնձե ֆուրնիտուրա, եւ մի քիչ էլ մնաց նռնակարից եւ ոսկեգույն ֆուրնիտուրայով ստացա այսպիսի օղեր, կասեի երեկոյան եւ բավականին տոնական է ստացվել, շատ հետաքրքիր է ստացվել,
Դե պղնձագույն ֆուրնիտուրայով նռնակարը և պղնձի գույնը իրար համապատասխանում են, բայց ոսկե գույնի հետ էլ շատ գեղեցիկ է նայվում ու տոնական։ Մի բուռ մարգարիտից և նռնակարից ստացանք 4 զարդ, հաշված նաև ուղերը։ Թող լավ առիթների համար փայլելու համար օգտագործի պատվիրատուն այս զարդերը և առողջ կրի ամենակարևորը։